Ինչու նախաքննության մարմինը ազատ արձակեց սպանության մեջ մեղադրվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն Տիգրան Խաչատրյանին ու նրա թիկնապահ Զարզանտ Նիկողոսյանին։ Դուք մոտեցեք, խնդրեմ, նստեք, ընթերցեք, ինքներդ համոզվեք։ Համեցեք, կարդացեք։ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանտ Նիկողոսյանը կալանավորվել էին, քանի որ նրանց կրակոցների արդյունքում կյանքից զրկվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը հրազդենային վնասվածքներ ստացավ։ Ընդամենը մի քանի օր առաջ նախաքննության մարմինը փոխեց իր որոշումը։ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործողությունները որակվեց ինքնապաշտպանություն։ Փոխարենը քրեական գործով տուժող Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրվեց սպանության, առողջությանը ծանր վնասվածք պատճառելու եւ սպառնալիքով խոշոր չափի գույք ոչնչացնելու հատկանիշներով։ Իսկ արդյոք կձերբակալվի Արտակ Բուդաղյանը։ Գործով ձեռք բերված այսօրվա ապացույցները նախաքննությունը իրականացող նման հիմք չեն տալիս, ես չեմ տեսնում նման։ Իսկ ինչպես կվարվի Արմեն Հարությունյանը, եթե Սերժ Սարգսյանից հրահանգ ստանա անհապաղ պատժել Ավետիք Բուդաղյանին սպանողին։ Լրագրողի հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց հարցով. Դուք լինեիք իմ տեղում, ձեզ որ նախագահը ցուցում տար, դուք էլ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնեք, այդ ցուցումը պետք է կատարեիք։ Հիմք լիներ, չլիներ, հա։ Եթե տեղում չէր լինի։ Դե ուրեմն համ ձեր բախտը բերել, համ էլ երևի հասարակության, համ էլ իմ։ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը գտնում է, որ Արտակ Բուդաղյանի վերաբերյալ խոսակցությունները շրջանառության մեջ են դրվում մեկ նպատակով՝ Տիգրան Խաչատրյանի, Զարզանտ Նիկողոսյանի եւ անձամբ Սուրիկ Խաչատրյանի հանցանքներից հանրությանը շեղելու համար։